Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել են Գյումրու բժշկական կենտրոնի սրտաբանական ինտենսիվ թերապիայի բաժանմունքի պատասխանատու Տաթևիկ Մանուկյանին։ Բարև ձեզ բժշկուհի։ Բարև ձեզ, շատ հաճելի է այստեղ գտնվելու համար։ Մենք էլ շնորհակալ ենք, որ ընդունեցիք մեր հրավերը։ Բժշկուհի Մանուկյան, նախ մի փոքր ներկայացրեք բաժանմունքի մատուցած ծառայությունները, ինչպիսին են դրանք, ում համար է նախատեսված։ Սրտաբանական ինտենսիվ թերապիայի բաժանմունքը դա սրտաբանական ընդհանուր բաժանմունքի մի մասն է, որտեղ հիմնականում բուժում են ստանում սուր սրտային խնդիրներով պացիենտները։ Որպես առանձին այսպես միավորում մոտավորապես բաժանմունքը գործում է 1.5 տարի, երբ համալրվել ենք առանձին բուժտեխնիկայով ավելի կատարելագործված եւ ունենք 24-ժամյա առանձին հերթապահական թիմ, որը ընդգրկում է մեր բժիշկներին եւ որակյալ բուժ ծառայություն նաեւ մատուցվում է միջին բուժ անձնակազմի կողմից։ Ծառայությունը մատուցում են սուր սրտային խնդիրներով հիվանդներին, այսինքն սրտամկանի սուր ինֆարկտ, թոքի այտուց, կարդիոգեն շոկ, կյանքին վտանգ սպառնացող արիթմիաներով պացիենտները, երբ ընդունվում են Գյումրի բժշկական կենտրոն, առաջնակարգ արդեն մտնում են մեր բաժանմունք, քանի որ այս բաժանմունքը հստակ զբաղվում է միայն սուր սրտային պաթոլոգիաներով։ Ձեր նշած հիվանդությունները, հիմնականում մի փոքր տարանջատ ենք, դրանք օրինակ ասենք սեզոնային բնույթի են, թե ավելի շատ քրոնիկ են, ինչպիսին են։ Սրտամկանի սուր ինֆարկտը, օրինակ, ինքը շատ սուր պաթոլոգիա է, կարող է եւ լինել առաջի անգամ ծագած, եւ կարող է հաջորդել քրոնիկական սրտային խնդիրների բարդացմանը։ Սեզոնայնություն որպես այդպիսին սրտամկանի ինֆարկտին չի կարելի վերագրել, քանի որ այդ հիվանդությունը կա միշտ եւ ցանկացած պարագայում կարող է դրսեւորվել։ Ուղղակի ելնելով տարբեր խնդիրներից, տարբեր պատճառներից, օրինակ ստրեսներից կամ զարկերակային ճնշման հաճախականությունը դրսևորումը այդ պահին է ի հայտ գալիս։ Իսկ ինչ վերաբերվում է օրինակ հիպերտոնիկ կրիզներին, որոնք կրում են արդեն իսկ սեզոնային բնույթ, դրանք կարող ենք ինչ-որ կերպ զուգակցել թե եղանակային փոփոխությունների հետ, ունենան գարուն, ամառ, աշուն, ձմեռ այդ սեզոնայնությունը եւ հատկապես ստրեսային վիճակներին։ Ուզում եմ անպայման նշել նաեւ, որ ցանկացած սուր բարդություն սովորաբար կարող է զուգակցված լինել քրոնիկ հիվանդների դեպքում դեղորայքի ընդհատման հետ կամ ոչ կանոնավոր ընդունման։ Այդ պարագայում արդեն եղած իսկ խնդիրները բարդանում են եւ ի հայտ են գալիս սուր սրտային խնդիրները։ Այսինքն անկախ նրանից հիվանդը իրեն լավ զգում է թե չէ, դեղորայքային բուժումը անընդհատ պիտի շարունակի ինքը, չկար, այսինքն կանգ առ, ընդհատում եւ այլն։ Ցավոք սրտաբանական մեծ մաս հիվանդությունները առողջացում չունեն, այսինքն դրանք կրում են քրոնիկ բնույթ եւ դեղորայքի միջոցով մենք հասնում ենք երկարատև ռեմիսիաների կամ այսպես ասած լավացման շրջանի։ Եվ եթե այդ շրջանում պացիենտը դադարեցնում է դեղորայքի ընդունումը, միանշանակ բարդացումները եւ սրացումները հաջորդելու են։ Այդ պատճառով, երբ մենք խոսում ենք քրոնիկական սրտային հիվանդությունների մասին, միանշանակ պնդում ենք մեր պացիենտներին, որպեսզի անկախ իրենց լավ զգալու փաստից ընդունեն մշտական դեղորայք, քանի որ հիվանդությունը օրգանիզմից դուրս չի գալիս, այլ մնում է մշտական։ Պետք է կարողանալ դեղորայքի միջոցով հնարավորինս հասնել երկարատև ռեմիսիաների եւ խուսափել բարդություններից։ Լսում են ձեզ։ Փորձում ենք համոզել, կարելի է ինչ-որ մի ձև փաստ նշել, որ այո, ունենք նաև հոծ բազմություն պացիենտների, որոնց մոտ դա ստացվում է եւ նրանք շարունակաբար ընդունում են։ Դրա համար նաև շատ մեծ դեր ունի բժշկական թիմի պատասխանատվությունը այդ հարցի շուրջ, քանի որ պետք է բացատրել, համոզել եւ նույնիսկ խնդրել իր պացիենտին, որպեսզի մշտական օգտագործի այդ դեղորայքը։ Զուգահեռ նաև հոգեբանի դեր եք տանում։ Ցավոք սրտի հաշվի առնելով մեր երկրի իրավիճակը, այս պահին տարբերակ չունենք եւ ինքներս մեզ լինելու հոգեբան եւ առաջի հերթին օգնել մեր պացիենտին։
Հիմնականում ինչպիսի ախտանիշների դրսևորման դեպքում է, որ հիվանդը հայտնվում է ձեր բաժանմունքում։ Սկսենք ամենավտանգավոր հիվանդություններից մեկը սրտամկանի սուրինֆարկտ, որը առաջնակարգ ոչ դիաբետիկ պացիենտների դեպքում դրսևորվում է հետկրծոսկրային շրջանի ցավով, որը կարող է ճառագայթել ամբողջ կրծքավանդակ, երկու ձեռքեր, թիկնային շրջան, որոշ դեպքերում նույն սրտամկանի ինֆարկտը կարող է, այսպես ասած, թաքնվել ստամոքսի ցավի տակ, երբ հաճախ պացիենտը մտածում է, որ ստամոքսի խանգարում կամ ցավ ունի, բայց դա կոչվում է որովայնային ձև, եւ այդ դեպքում մենք ունենում ենք նաեւ ստամոքսի ցավի դրսևորում, սակայն իրականում տակը թաքնված է լինում նաեւ հենց սրտամկանի ինֆարկտը։ Շատ կարևոր է նաև նշել դիաբետիկ պացիենտների պարագայում, որոնք հաճախ ցավ չեն ունենում, քանի որ նյարդային վերջույթները դիաբետի պատճառով վնասվում են, իրենց պարագայում շատ հաճախ ցավին համարժեք է համարվում նաև հեվոցը։ Այդ պատճառով, եթե մեր պացիենտները թեկուզ ֆիզիկական լարման ժամանակ կամ հանգստի քնած ժամանակ ունենում են ցավ նշված տեղակայմամբ կամ հեվոցի դրսևորում, ցանկալի է շտապ դիմել սրտաբանի, որպեսզի չհայտնվեն ավելի սուր վիճակներում։ Հիպերտոնիկ հիվանդներին, որոնք հաճախ են ունենում բարձր զարկերակային ճնշումներ, խորհուրդ է տրվում նույն կերպ ուշադրություն դարձնել ցավին, քանի որ հիպերտոնիկ հիվանդության դեպքում շատ հաճախ ունենում ենք նաև մայրզարկերակի աորտայի լայնացման խնդիր, որը առաջնակարգ դրսևորվում է հենց բարձր զարկերակային ճնշումների դեպքում եւ շատ սարսափելի, այսպես ասած, ախտորոշում է, երբ կա աորտայի լայնացում եւ նրա հետևանքով առաջացած պատրվածքները։ Ուրախալի է այն փաստը, ուզում եմ անպայման նշել, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում վերել աորտայի պատրվածքի պարագայում արդեն վիրահատությունը, որը առաջ շատ թանկարժեք էր եւ բարդ վիրահատություն է, շատ այս պահին արդեն պետպատվերի ծրագիր ունի։ Տեսեք, ձեր բաժանմունքում հիմնականում այն հիվանդներն են, որոնց վիճակը գնահատվում է ծանր, եւ ծայրահեղ ծանր, այսինքն ծանր դեպքերի հետ գործ ունեք։ Այո, մեր բաժանմունքը հիմնականում ծանր եւ ծայրահեղ ծանր հիվանդներով է զբաղվում, քանի որ այս պարագան ամենառիսկայինն է եւ ցավոք սրտի մահացու ելքերը այս պարագայում կարող են լինել նաեւ շատ բարձր։ Այդ պատճառով ունենք համակցված թիմային աշխատանք եւ պատրաստված միջին եւ բուժանձնակազմ, որոնք անդադար 24 ժամ տևողությամբ հսկում են հիվանդի հեմոդինամիկ տվյալները, բոլոր բժիշկները այս պայմանությամբ կարողանում են տիրապետում են էխոսրտագրության հիմունքներին, այսինքն այդ առաջնակի ճիշտ գնահատումը հիվանդին, ճիշտ ախտորոշումը աշխատում է միայն իշա ծանր վիճակներով հիվանդին եւ կարող եմ նաեւ նշել, որ բավականին լավ արդյունքներ ունենք։ Դրա մասին վկայում են նաեւ մեր առողջացած եւ բաժանմունք տեղափոխված բազմաթիվ հիվանդներ։ Հագեցված ենք, բավական լավ հագեցված ենք տեխնիկայով, տեղորայքային միջոցներով, հույս ունենք, որ ավելի կհագենա մեր բաժանմունքը եւ ամեն ինչ, ամեն դեպքում 24 ժամ մշտական հսկողություն կա, այսինքն տեղեկացված ենք ցանկացած բայ հիվանդի հեմոդինամիկ ցուցանիշներից, ճնշումից, սրտի աշխատանքից, կարելի ասել մեզի քանակից, ամեն ինչից, ինչը որ այդ պահին մեզ պետք է հիվանդին կոնտրոլ անելու համար։ Այսինքն գերակայում է թիմային աշխատանքը եւ տալիս է իր արդյունքը։ Ունենք 5 հերթապահող բժիշկներ այս պայդրությամբ, որոնք ամեն օր հերթապոխով հանձնում են մեկը մյուսին, իրենց աշխատանքը բոլոր հիվանդներից տեղեկացված են, ամենափոքր մանրուքից սկսած եւ այո, աշխատում է մի ամբողջ թիմ այս համակարգը ապահովելու համար։ Ամբողջը թիմային աշխատանք է։ Բացի թիմային աշխատանքից ես ենթադրում եմ, որ նաև այլ բաժանմունքների հետ համագործակցությունն է շատ սերտ։ Այո, միանշանակ, չեմ ուզում նշել առանձին բաժանմունք, քանի որ մենք բոլորս պատկանում ենք միացրտաբանական բաժանմունքի, բնականաբար ինտենսիվ կապը դեպի ինվազիվ ծառայություն, այսինքն ավելի պարզ լեզվով ասած կորոնար զարկերակների ստենտավորում, կորոնարոգրաֆիա, դրանք արդեն մեր ծառայության
ընդհանուր ծառայության սրտաբանական մի մասն են կազմում եւ բնականաբար այն մարդիկ, ովքեր ինտենսիվ թերապիայի բուժման կարիք այլևս չունեն, տեղափոխվում է սրտաբանական բաժանմունք, որտեղից էլ հիմնականում դուրս են գրվում։ Բնականաբար ամբողջ հիվանդանոցի այլ բաժանմունքների հետ կա սերտ աշխատանք, քանի որ միայն թիմային աշխատանքի շնորհիվ է հնարավոր հասնել լուրջ մոտեցման իշա պացիենտի։ Համագործակցության շրջանակը ընդլայնվում է հանրապետության այլ բժշկական կլինիկաներով։ Գեղեցիկ հարց է, այո, քանի որ այս պայմանությամբ, քանի որ մեր ծառայությունը մի քիչ ավելի ընդլայնվել է, մենք կարողանում ենք տեղադրել օրինակ ժամանակավոր ռիթմավարներ, երբ որ պացիենտ ունենում է սրտի ռիթմի խանգարումներ, առաջ դա դժվարանում էինք, հիմա այդ ծառայությունը մենք ունենք եւ կարողանում ենք հիվանդներին արդեն որակյալ կենսական ֆունկցիան ապահովված տեղափոխել ենթադրենք արիթմոլոգիական ծառայություն, որտեղ Երևանի հիվանդանոցներ, որտեղ արդեն կա արիթմոլոգիական թիմ եւ կարիքի դեպքում կտեղադրեն մշտական օրինակ փեյսմեյքերներ, Մյուսը սրտային վիրաբուժության ծառայությունն է, երբ որ մեր մոտ կատարվում է ճիշտ ախտորոշում եւ մենք կարողանում ենք արդեն համագործակցել սրտային վիրաբուժական թիմի հետ, չենք խուսափում, այսպես ասած, համարձակ զանգահարել եւ ասել ունենք նմանատիպ պացիենտ, քանի որ ախտորոշված եւ արդեն պատրաստ վիրահատության պացիենտ ենք հաճախ ուղարկում եւ ստացվում է շատ գեղեցիկ աշխատանք եւ մեր եւ իրենց կողմից իշա նորից կրկնեմ հիվանդի, պացիենտի։ Գեղեցիկը դա երևի ունեցած հաջող արդյունքն է։ Այո, միանշանակ, երբ հետագայում հիվանդը գալիս է եւ հենց գալիս է հենց մեր մոտ, ու մենք տեսնում ենք արդեն իսկ մեր ապակինված, այո, ժպիտը դեմքին, մի հատ էլ եթե շնորհակալություն ասեց, արդեն ամեն ինչ լավ է։ Այո, միանշանակ։ Սպասարկումը միայն Շիրակի մարզով է սահմանափակվում։ Թե ունենք նաև հարակից մարզերից։ Ունենում ենք նաև հարակից պացիենտներ, մի շրջան, մի ինչ որ Լոռու մարզից բավական մեծ քանակի պացիենտներ ունեցանք։ Իրենք մի քիչ տեխնիկական խնդիր ունեին, բայց անկախ այդ տեխնիկական խնդիրներից եւ Լոռու մարզից եւ երբեմն Վրաստանից, Աղջկալակից հենց ունենում ենք նաև պացիենտների հոսք։ Ընդգրկված են նաև Արագածոտնի մարզի պացիենտներ, ավելի քիչ քանակի, բայց ունենում ենք եւ սպասարկում ենք նաև իրենց։ Այսինքն հատկանշական է, որ մյուս մարզերի բնակիչը գերադասում է գալ Գյումրու բժշկական կենտրոն, քան հասնել Երևան ինչ-որ մի այո, հաճախ մենք կենտրոն։ Դա կարելի է նաև փաստել հաշվի առնելով ընդհանուր սրտաբանական, չասեմ միայն ինտենսիվ թերապիա, ընդհանուր սրտաբանական ծառայության որակը։ Ծառայությունները վճարովի են, թե գործում են նաև պետպատվերի շրջանակում։ Ծառայությունները լինում են եւ պետպատվեր եւ վճարովի, անկախ նրանից հիվանդը արտոնություններ ունի թե ոչ, եթե հիվանդությունը արտոնություններ ունի կամ ախտորոշումը համապատասխանում է պետական պատվերի չափորոշիչներին, այդ պացիենտները սպասարկում են բնականաբար անվճար եւ ունենք նաեւ վճարովի ծառայություններ, որոնք սպասարկվում են նույնպես պետական չափորոշիչներին համապատասխան։ Վերապատրաստումներ հաճախ են լինում։ Եվ դրանք տեղում են, թե, չգիտեմ, երկրից դուրս։ Աշխատում ենք միշտ լինել վերապատրաստումների մեջ, քանի որ փորձում ենք, քանի որ բժշկագիտությունը ամենօրյա զարգացող գիտություն է եւ պետք է հնարավորինս քայլել գիտությանը համընթաց, որովհետեւ միայն այդ պարագայում է, որ մենք կկարողանանք որակ ապահովել եւ աշխատել ճիշտ եւ գրագետ։ Այս բանին Հայաստանում օգտվում ենք եվրոպական սրտաբանական եվրոպական ասոցիացիայի ուղեցույցներից եւ հնարավորինս շատ անցնում ենք վերապատրաստումներ թե երկրի շրջանում, թե Հայաստանի Հանրապետությունում եւ թե փորձում ենք գնալ արտերկիր։ Ուզում եմ մի գեղեցիկ փաստ նշել, ամենավերջին մեր վերապատրաստումը, երբ Գյումրի բժշկական կենտրոնի սրտաբանական թիմից 5 հոգի վերապատրաստվում էին Եվրոպական ասոցիացիայի ամենամյա մեծ կոնգրեսին, դա տեղի ունեցավ օգոստոսի վերջում Ամստերդամում, երբ ամբողջ աշխարհից հավաքվում են եւ ակնառու սրտաբաններ եւ այսպես ասած լիդերները, որոնք ներկայացնում են, որոնք իրենք են գրում այդ ուղեցույցները հիմնավորված լուրջ գիտահետազոտական արդյունքների վրա եւ մենք նույնպես ներկայ ենք գտնվել մեր Գյումրի բժշկական կենտրոնից 5 սրտաբան ներկայ են գտնվել այդ կոնֆերանսին։
Առաջիկայում ինչպիսի ծրագրեր ունեք արդեն։ Ցավոք սրտի հաշվի առնելով մեր երկրի քաղաքական իրավիճակը սեպտեմբերի 29-ը համարվում էր սրտի միջազգային օր եւ թե երիտասարդ սրտաբանների հայկական ասոցիացիան թե ընդհանուր Հայաստանի սրտաբանների ասոցիացիան պլանավորում էին ունենալ գեղեցիկ միջոցառումներ, այդ թվում եւ վերապատրաստման, բայց հաշվի առնելով մեր իրավիճակը բոլորը դրանք դադարեցվել են եւ հիմա պիտի փորձենք բոլորս աշխատել իշա մեր պետության, մեր ազգաբնակչության եւ միանշանակ անդադար կլինեն այդ վերապատրաստումները եւ մենք բնականաբար կփորձենք մաքսիմալ մասնակցել եւ գիտելիքներով հարստանալ։ Քանի որ ձեր խոսքի սկզբում նաեւ նշեցիք, որ սթրեսները, եւս ինչ որ կոնկրետ ազդակ են սրտի հետ կապված խնդիրներ առաջացնելու համար, երկրում այս պահին ստեղծված իրավիճակը ինչպես կարող է ազդել մարդկանց վրա եւ ինչպես կարող ենք ոնց ասեմ դրա դեմն առնել։ Ցավոք նույնիսկ բժշկագիտության մեջ գոյություն ունի մի հատ սրտաբանության մեջ գոյություն ունի sense մի հատ տերմին հիվանդություն, ախտորոշում, կոչվում է կոտրված սրտի համախտանիշ, երբ ծայրահեղ ստրեսը կարող է բերել սրտամկանի ինֆարկտի, երբ նույնիսկ չկա կորոնար զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարում, ցավոք դա հնարավոր է նաև այս պարագայում, քանի որ ծայրահեղ ստրեսային վիճակում ենք գտնվում եւ ուզում եմ նաև նշել հիպերտոնիկ հիվանդությունների սրացումները ստրեսից, երբ որ մենք ունենանք սովորական տեղողորայքով միգուցե եւ ավելի դժվար կառավարվող հիպերտոնիկ հիվանդություններ, հիպերտոնիկ կրիզների դրսևորումներով կունենանք նաև սրտի ցանկացած դեպքում իշեմիկ հիվանդության սրացումներ, քանի որ ստրեսը դա ադրենալինի մեծ պաշար է եւ կարող է սեղմել սրտամկանի անոթները, առաջացնելով բոլոր հետևանքները։ Այդ պատճառով խորհուրդ կտամ ցանկացած պացիենտի, ովքեր ունի նմանատիպ արդեն իսկ ախտորոշում, կանոնավոր շատ օգտագործել տեղորայք եւ կապի մեջ գտնվել իրեն բուժող սրտաբանի կամ ընտանեկան բժիշկի հետ, իսկ բոլոր այն պացիենտները, ում մոտ կդրսևորվեն առաջին անգամ, նույն ձևի խորհուրդ եմ տալիս անհապաղ դիմել սրտաբանի եւ ստրեսի պարագայում շատ մեծ քանակ են կազմում նաեւ առաջացած արիթմիաները։ Այդ պարագայում, եթե անհանգստացնող գանգատ է լինում, միակ տարբերակը գոնե առաջնային բուժողակին դիմելն է, հնարավորինս կանխարգելու հետագա բարդությունները։ Այս պահին, քանի որ երկրում նաեւ տեղի ունենում մի գործընթաց, Արցախից տեղահանված մեր հայրենակիցների վերաբնակեցումը Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, Շիրակի մարզին իհարկե եւս հերթը կհասնի եւ այս պարագայում ուզում եմ հասկանալ Գյումրու բժշկական կենտրոնի սրտաբանական ինտենսիվ թերապիայի բաժանմունքը պատրաստ կլինի իր ծառայությունները մատուցել մեծ թվով պացիենտների։ Այո, իմ կարծիքով մեր ամբողջ թիմը պատրաստ կլինի մատուցելու այդ ծառայությունը միգուցե եւ ավելի հոգատարությամբ եւ ավելի ուշադրությամբ, իհարկե բոլոր պացիենտներն են մեր մոտ ուշադրության կենտրոնում, բայց պետք է նաեւ հաշվի առնել այս պահին նրանց հոգեբանական վիճակը եւ մեր ամբողջ թիմը, ես կասեի ամբողջ հիվանդանոցը, ամբողջ բուժանձնակազմը պատրաստ է մաքսիմալ բուժօգնություն անհատույց առանց ինչ-որ ակնկալիքների անհատույց օգնել մեր հայրենակիցներին։ Շնորհակալություն բժշկուհի Մանուկյան, որ ընդունեցիք մեր հրավերը եւ գեղեցիկ զրույց ունեցանք։ Համենայն դեպս շատ տեղեկատվական բնույթի մեր հեռուստադիտողների համար։ Ես նույնպես շնորհակալ եմ այս գեղեցիկ հրավերի համար, բոլորին մաղթում եմ քաջ առողջություն, խաղաղություն մեր երկրին եւ մի փոքր համբերություն։ Շնորհակալություն։ Իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Medinfo-ի տաղավարում հյուրընկալել էին Գյումրու բժշկական կենտրոնի սրտաբանական ինտենսիվ թերապիայի բաժանմունքի պատասխանատու Տաթևիկ Մանուկյանին։ Դե ինչ, եղեք առողջ, Medinfo-ների եթերում կհանդիպենք։